Աբովյան քրեակատարողական հիմնարկում ծառայում եմ 2024 թվականի հունվար ամսից, շուրջ 2 տարի։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Մինչև այդ բավական է։ Մինչև այդ աշխատել եմ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում։ Եվ ասեցիք, այստեղ 70 դատապարտյալ կին կա, իսկ չափած 70 ազատությունից զրկված կին կա եւ 10 ազատությունից զրկված անչափահաս։ ամենաերիտասարդ անչափահասը քանի տարեկան է։ 15։ Ինչի համար է դատապարտվել։ Չի դատապարտվել, կալանավորված անձ է։ Հիմնականում անչափահասները գալիս են դանակահարություն, մեկ էլ գողություններով, էլի։ Կանայք տարբեր հոդվածներով, կանանց կատարած հանցագործությունները ավելի սոցիալական բնույթի են, գողություն, խարդախություն, ավելի թեթև հանցագործություններ են, սպանության դեպքեր շատ չեն, գրեթե չկան, ունենք, բայց տենց համատարած չեն սպանության դեպքերը, մեկ էլ թմրանյութերով են այս վերջերս գալիս։ Հիմա մենք գտնվում ենք Աբովյան քրեակատարողական հիմնարկի վերասոցիալականացման կենտրոնում, այսինքն դպրոցում, որտեղ ընթանում են դասապրոցեսները եւ կազմակերպվում են միջոցառումներ։ Սա մեր դահլիճն է, որտեղ մենք միջոցառումներ ենք կազմակերպում պարբերաբար, որտեղ այստեղ կանայք եւ անչափահասները մասնակցում են տարբեր բնույթի, տարաբնույթ միջոցառումների։ Նոր տարվա միջոցառումները պատրաստ։ Ներկայացումներ դրսից գալիս են, այստեղ ներկայացումներ են դիտում, իրենք են կազմակերպում իրենց կողմից։ Վերջերս Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները եկան եւ այստեղ ներկայացում ցուցադրեցին կանանց համար, որը շատ լավ արձագանք ունեցավ մեր կանանց կողմից, իմ կողմից էլ շատ հետաքրքիր էր, խնդրել ենք մեր գործընկերոջը, Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետին եւ մեր ղեկավարությանը, որպեսզի մի անգամ էլ այցելեն ու այդ նմանատիպ միջոցառում կազմակերպվի։ Այո։ Եվ չէ Հիմա այս դահլիճում նոր տարվա միջոցառում։ Այո, դա անչափահասների համար, երեխա մայրեր ունենք, այդ երեխաների համար կազմակերպելու ենք տարեմուտի հանդես, անպայման կազմակերպվելու է, եթե հնարավոր է լինեն նաև դրսից հյուրեր, ինչ-որ կազմակերպություն հասարակական կազմակերպի, բերի ինչ-որ մի միջոցառում կկազմակերպենք, բայց եթե նույնիսկ չլինի, մենք կազմակերպելու ենք։ Երեխաների հետ քանի մայր կա։ 2 երեխա մայր ունենք, մինչև 3 տարեկան երեխա։ այսինքն քանի քառակուսի է։ Դե 12 պետքա որ լինի, մեկ անձին 4 քառակուսի, այդքան բավարարում է սանհանգույցը դուրս եկած։ Ու 3 անձ ենք պահում, բայց դե խցեր կան 2 անձ են, ունեմ նաև մեկ, այստեղ ինչն է ձեզ հետաքրքրում, ինչ եք ուզում տեսնեք։ Չէ, սա երկրորդ մասնաշենք։ Չէ, որ ասացիք 4-ը վերանորոգված է, սա էլ ներառյալ։ Այո, սա էլ ներառյալ վերանորոգված է։ Հիմա այստեղ ձեզ ինչ է հետաքրքրում, ես կարող եմ այդ ազատ խուց ցույց տալ ձեզ, պատժախուց ունեմ, պատժախցում հենց պատժախուց, երբ որ մարդը ունենում է տուժ հենց պատժախուց, գնում են պատժախցում են այդ իրենց օրերը անցկացնում, 1 օր պատժախուց, 2 օր պատժախցում, հիմա կարող եք տեսնել մեր պատժախուցը, ոչ մի բանով համարյա մյուս խցերից չի տարբերվում, ուղղակի այդ իրենց քնելատեղն է, որ փակվում ցերեկային ժամերին չեն կարող օգտվել։ Դիմացի խուցը կարող եք տեսնել հենաշարժողակը։ Այո։ Լիդիա Մանթաշյանը Լիդիա Մանթաշյանը հիմա կոնկրետ չեմ հիշում, վերևում, չգիտեմ, 26-ներ, 24-ներ այդ խցերից մեկում էր պահվում։ Մանթաշյան։ Չէ, չի իմանա։ Ասենք, ինչու՞ մի խցում էր պահվում, էլի հիմա։ Պատժախուցը ինքը տուժի տեսակ է, պատժախուց տեղափոխվելը, ու մարդը երբ որ ներքին կանոնակարգի խախտում է անում, պարտադիր չի, որ ինքը հենց պատժախուց
տույժը ստանա։ Դրանից առաջ կա նկատողություն, տեսակի տույժը, հեռախոսակապից զրկել, տեսակցությունից զրկել, մինչև հասնում է պատժախոց, նենց չի, որ միանգամից խախտում։ Իհարկե, եթե պետք է իրավաչափությունը պահել, էլի, եթե հենց միանգամից արարքը պատժախոց տեղափոխվելու չի, նենց որ այդ պատժախոցը տույժի միակ տեսակը չի։ Մենք տույժի ուրիշ տեսակներ էլ ունենք։ Չի կարելի օգտագործել Չէ, ցերեկային ժամերին հա այդ մահճակալը փակվում է, անկողնային պարագաները վերցվում են իրենից։ Մարտիրոսյան այս 2 տարիների ընթացքում դե պաշտոնավարման ինչ որ արտարոց դեպքեր գրանցվել են, ինքնավնասման դեպքեր, ծեծկռտուքներ, նման դեպքեր եղել են այս 2 տարիների ընթացքում։ Արտարոց դեպքեր բանտում իհարկե լինում են, ասենք ինքնավնասման դեպքեր եղել են, բայց նկատելիորեն պակասում են ինքնավնասման դեպքերը, հենց նրանով պայմանավորված, որ մասնագետները աշխատում են վերասոցիալականացման ուղղությամբ, դեպքեր միշտ էլ քրեակատարողական հիմա հստակ թիվը չեմ կարող ասել, բայց շատ քիչ դեպքեր կան, այդքան շատ ինքնավնասում ես վերջերս չեմ կատարում։ Եք կնոջ համար լինել կալանավարի ղեկավար։ Ինձ թվում է ղեկավար լինելու համար կին կամ տղամարդը կապ չունի, պետք է ուղղակի ղեկավարի որոշակի հատկություններ ունենաս։ Խիստ ինչ առումով։ Ես օրենքն եմ սիրում, ես օրինապահ եմ։ Ես ինքս օրինապահ եմ եւ իմ ծառայողներից եւ ազատազրկված անձանցից պահանջում եմ ընդամենը լինել օրինապահ։ Եթե մարդը օրինապահ է, ոչ մի խնդիր չի առաջանում։